Սիրելիներս ողջույն, ձեզ հետ ձեր սիրելի խորհրդատուները իր համեստ պատվերով։ Պատվերս այս անգամ այնքան էլ մեծ չի, բայց ձեզ հետ կիսվելը գիտեք, որ բարի ավանդույթ է, այնպես որ կիսվում է մեծագույն սիրով։ Ունենք արդեն նոր կատալոգը, որը կգործի նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածը։ Լիքը լավ առաջարկներ կան, երևի թե եթե չարարեմ այս անգամ ձեզ համար կնկարեմ հատուկ կատալոգի վիդեո եւ ունենք նաեւ հետաքրքիր նվեր բոլոր նրանց համար, ովքեր որ կմիանան այս կատալոգին, այսինքն կուզենան կատարել գնումներ, անմիջապես պահեստից ստանալ զեղչ եւ միաժամանակ նաեւ նվեր։ Վիկինգ եւ Վալկիրիա մեր լավագույն հիթերից օծանելիքների նվեր ձեր առաջին գնման համար։ Իսկ ինչպես գրանցվել, ինչպես օգտվել, այդ հարցում կօգնեմ ես ձեզ։ Հիշում եք, որ միշտ վիդեոյի ներքևում կա օգտակար հղումներ եւ կան նաեւ իմ կոնտակտները, եթե մինչեւ գրանցվել ունեք ինչ-որ հարցեր։ Հիշեցնեմ, որ ընկերությունը մեր ցանցային ընկերություն է, ուզեք թե չուզեք, եթե ուզում եք օգտվել պահեստից, պետք է ունենաք խորհրդատու։ Խորհրդատին կարող եք ընտրել դուք կամ կարող եք ուղղակի on-line գրանցվել եւ կամայականորեն ընտրել էլի խորհրդատու, բայց ես խորհուրդ կտամ ձեզ, որպեսզի դուք ավելի խելացի գտնվեք եւ ընտրեք ձեր խորհրդատուն։ Եվ եթե գտնում եք, որ ես կարող եմ ձեզ լավագույնս օգնել, իսկ ես դրանում վստահ եմ, կարող եք գրանցվել իմ անձնական հղումով, որը վիդեոյի ներքևում է, ուրախ կլինեմ օգտակար լինել։ Մի խոսքով անցնենք առաջ եւ ինչից եմ ուզում սկսել։ Ուրախալի փաստ։ Ստացել եմ իմ հաջողության բանալին։ Հաջողության բանալին դա մի բանալի է, որը բացում է բոլոր դռները։ Իրականում սա ակցիա է բոլոր նրանց համար, ովքեր որ օգտվում էին առողջություն բաժնից։ Ակցիայի պայմաններով 8 կատալոգանոն պետք էր կատարել առողջության ապրանքներից գնումներ, անկեղծ ասած չեմ էլ հիշում ինչպես է, միտումնավոր չեմ արել ակցիան, ուղղակի գիտեք առողջության բաժնից օգտվում եմ մշտապես եւ երբ նկատեցի, որ կա, ավելի ուշադիր եղա եւ պետք է նաեւ կատարել կարծեմ թե անձնական 50 միավորի պատվեր։ Մի խոսքով երկար ժամանակ ինքը ավտոպատվեր էր գցել եւ շատ ուրախացա, երբ երեք չէր նկատել, որ գալիս է, տեսա իմ պատվերների մեջ այս գեղեցկուհուն, ինչը վրան գրված փայլում է, հաջողության բանալի եւ այս հատվածում Faberlic։ Մի խոսքով, այսպիսի բանալիների համար ինչպես ակոչում բրելոքային չգիտեմ, մի խոսքով բրելոք է, դեպ ակցիան շարունակվում է, կարող եք էլի կատարել առողջության բաժնից գնումներ, այս անգամ արդեն կարծեմ թե 30 բալի, եթե չեմ սխալվում, եւ կարելի է հավաքել մի ամբողջ հավաքածու տարբեր բաների առաջարկում։ Ես այդպես միտումնավոր այդ ակցիան չեմ անում, օգտվում եմ կլինի, չի լինի, բայց շատ ուրախ եի, երբ ուղղակի պատահական բացահայտեցի, որ ակցիայի մասնակից եմ եւ պետք է ստանամ այս գեղեցկուհուն։ Չգիտեմ իրան ինչպես կօգտագործեմ եւ կօգտագործեմ արդյոք։ Մի խոսքով սա գնաց մի կողմ հանգստանալու։ Անցնենք առաջ։ Գիտեք, որ ունենք սպառավաճառք, որից ճիշտը որ ասեմ, ինձ թվում էր օգտվել էի։ Բայց հետո պարզեց, որ ապրանքների մեծագույն մասը ուղղակի չի ընկել իմ զամբյուղի մեջ եւ այդպես ես պատվերներից մեկը չհաստատած կորցրեցի, քանի որ դե բնականաբար արդեն ակցիան անցավ, գները փոխվեցին։ Սա իմ դարդերից եւ անցնենք առաջ, ակցիայից հասցրել եմ մի պատվերով պատվիրել այս գեղեցկուհուն։ Բաժակը եւ ապսեն գալիս էին միասին եւ ակցիայի շրջանակում երկուսի համար վճարել եմ կարծեմ թե 2100 դրամ տուփով էր եկել։ Ես այսպես ուղղակի բացել եմ, ինքը հաղճապակի է, որոշեցի, որ իսկական ժամանակն է իմ սուրճի բաժակը թարմացնելու եւ վերցնելու այս մինիմալիստական գեղեցիկ բաժակը, շատ սիրուն են եւ նախշերը եւ մի խոսքով լրիվ իմ սրտով է, իմ ոճով է։ Արտիկուլը եկեք ասեմ, չգիտեմ անկեղծ ասած պահեստում կա թե չկա, բայց եկել էր այս տուփով սիրուն փաթեթավորված, ինչպես որ հարկն է, այսպես մի խոսքով տեղին, որպեսզի մեզ հասնի անվնաս։ Արտիկուլը 910 544, բայց ել եմ ասում անկեղծորեն չգիտեմ ինքը կա թե չկա, ուրեմն բաժակը 250 մլ տարողությունը, բարձրությունը 6-8 սանտիմետր, եթե ինչ-որ մեկին հետաքրքիր են այդ մանրամասները, եւ հաղճապակի արդեն ասեցի, եւ գիտեք ինչ էի ուզում ասել, TikTok-ում ինձ անդադ մի տաղա է գալիս ֆիդիս մեջ, որտեղ ինքը պատմում է, թե ինչ մեծ աղետ կարող է լինել մեզ համար անվնաս թվացող մեր առօրյա սպասքը, որովհետև պարզվում է, որ այն սպասքը, որը որ չունի անուն, հա, ինչ որ բրենդ չի ներկայացնում եւ այդպես մասսայական արտադրության է դրվում, իրենց մեջ պարունակում է շատ թունանյութեր, որոնք ակտիվանում են հպատակությունից։
Իսկ գիտեք, ափսեներ բաժակներ հիմնականում դե օգտագործում ենք տաք վիճակում ու չեմ հիշի ինչպես են կոչվում այդ նյութերը, բայց դրանք մի խոսքով շատ վնասակար են առողջության եւ նույնիսկ կարող են առաջացնել ակնհայտ խնդիրներ շատ կարճ ժամանակահատված չայտ անկեղծ եմ ասում, չէի մտածել այդ մասին, բայց հիմա ավելի լուրջ եմ մոտեցել։ Խոսքով ձեզ էլ ուզում եմ խորհուրդ տալ, որպեսզի լինեք ավելի ուշադիր ձեր սպասքի նկատմամբ, հատկապես այն սպասքը, որը որ առօրյա օգտագործման է, որովհետեւ կուտակային էֆեկտով կարող է շատ մեծ վնաս հասցնել, եթե իհարկե ցածրորակ է եւ իր մեջ ունի այդ նշված թունանյութերը։ Ուրեմն անցնելով առաջ, այստեղ ձեզ ցույց տամ Oxology շարքը, գիտեք, այս կատալոգում յուրաքանչյուր ապրանքի հետ գալիս է նվեր մեկ այսպիսի պատճ։ Ես երկուսն եմ ստացել, քանի որ երկու պատվեր եմ արել, ուրեմն վերցրել եմ տոնիկը, տոնյերը էի վերցրել, բայց ճիշտն ասած հասկացա, որ տոնյերը երկարատև օգտագործման դեպքում այդքան էլ լավ չանդրադառնում մաշկից վրա, իրեն կարող եմ օգտագործել, բայց երբեմն, բայց դա իմ մաշկի դեպքում դուք առաջնորդվեք արդեն ձեր զգացողություններով։ Oxology-ն մեր հիթային շարքերից է 3685 է կոդը, այս տարբերակը նախատեսված է մաշկի բոլոր տիպերի համար եւ նորույթ ունենք Oxology հիդրոֆիլային յուղը վիտամին C-ով, էլի բոլոր տիպի մաշկերի համար նախատեսված է դեմքից մակիաժը հեռացնելու համար։ Շատ մանրակրկտորեն է, ես իրան առաջին անգամ եմ ճիշտ ասած վերցնում, բայց օգտագործել եմ մեր այսօր շարքի հիդրոֆիլային յուղը, որին ես ուղղակի սիրահարված էի, բայց մի փոքրիկ խորհուրդ նրանց համար, ովքեր որ երբեք չեն օգտագործել ու կօգտագործեն ու կսիրահարվեն հիդրոֆիլային յուղին, եղեք ուշադիր, քանի որ իրանով տարվել չի կարելի, եթե հատկապես ունեք չոր եւ նորմալ մաշկ, ամենօրյա օգտագործման դեպքում դուք կարող եք մաշկը էլ ավելի չորացնել, որը իր հետ կբերի նաև հետագա էլի խնդիրներ։ Մի խոսքով եղեք շատ ուշադիր, բայց ասեմ պրոդուկտը ինքը որպես այդպեսին հրաշալի մաքրում է ամեն ինչ, ճռճռալու աստիճանի, բայց հիշեք, որ ամենօրյա օգտագործման համար դա այդքան էլ լավ չի։ Եվ եղեք ուշադիր, եկեք արտիկուլն ասեմ 3674, ինքը վիտամին C-ով է, որը այստեղ նկարագրություն նշված է, որ անդրադառնում է մաշկի գույնի վրա եւ առողջ ու հանգստացած տեսք է տալիս մաշկին, իսկ ովքեր չգիտեն ինչ է հիդրոֆիլային յուղը դա յուղ է, որը ջրի հետ շփման արդյունքում դառնում է շատ նուրբ, փրփուր, իդեալական մաքրում է նաև շատ կայուն դիմահարդարումը։ Մի խոսքով շատ լավ պրոդուկտ է, եթե կօգտագործեք, ել եմ ասում, եղեք ուշադիր, մի չարաշահեք։ Արտիկուլը 3674, չեմ հիշում ասեցի թե չասեցի, եկեք տեսնեմ հələ ինչ հոտ ունի։ Բավականին հաճելի հոտ ունի, ցիտրուսային, մանդարինի, ապելսինի հոտ է գալիս։ Մի խոսքով հաստատ կհավանեմ, որտեղ Oxology շարքը իմ սիրելին է ու այնտեղ չկան վատ պրոդուկտներ, գոյություն չունեն։ Այսպիսի ձեռքերի կրեմ, գիտեք սա իմ սիրելիներից է, բայց սա պատվեր է 1397 է կոդը, տեսեք անգամ անգիր գիտեմ։ Այս սիրուները գիտեք, որ մշտապես պահանջարկված պրոդուկտ են, 30151 կոդը մեր հայտնի սպրեյն է, որ ակցիայի շրջանակներում հասցրել եմ 5 հատ վերցնել անձնական օգտագործման համար եւ նորույթ ունենք Activity շարք նոր թեյեր, ճիշտ ասած թեյերից մեկը պատվիրեցի, որպեսզի նվիրեմ, իսկ երկրորդը մտածում էի, որ կխմի ամուսինս, բայց պարզվեց ես լավ չէի հետևում ու ամուսինս վաղուց թեյ չի խմում, թեև կարծում եմ երևի թե եղանակների հետ էր կապված, հեսա մի քիչ որ ցրտի արդեն կխմի։ Լրիվ 100% բնական տերևներ են, քանի որ մեկը մերն է, եկեք բացենք, անկեղծ ասած, ասեք էլի ամենաանհաջող տեղերը մեզ սպիտակները կպցված են, տրավինոյի այս փունջը կոչվում է երիտասարդություն եւ ակտիվություն եւ ինչ ունի իր մեջ, այստեղ կարող եք արագ կարդալ, ինձ ծանոթներից չաբրեցը, զվերաբոյ, կլուբնիկի տերևներ, շալֆեյ, չագա, գրիպ չագա, ժվիկա, կարդամոն եւ սև պղպեղ։ Մի խոսքով մեծ մասը չեմ ճանաչում։ Ինչպես է գալիս մի վարքան։ Պակետիկներով չի, այսպես է գալիս։ Ես կարծում էի պակետիկներով է, բայց հաստորեն այսպես է գալիս, ուշադիր չէի կարդացել։ Թեյնիկում շատ հաճելի է բուրում, թեյնիկում երևի ավելի հեշտ բացելու համար։ Կարծում եմ այս տարբերակն ավելի լավն է։ Լավ կլինի, մի խոսքով, այսպես եկեք արտիկուլ ասեմ, ում կհետաքրքրի,
Մնում է արտիկուլը գտնեմ, իդեպ տարբեր փնջեր կան, կարող եք կայքում ծանոթանալ, եթե գրանցված չեք, այստեղ կլինի կատալոգի հողումը, կարող եք նայել կատալոգով, 15973 է այս փունջի կոդը, այս բացեցի արդեն ամուսինը ստիպված պիտի խմի, իսկ սա կնվիրեմ, և վերջին բանը, որ ուզում եմ ձեզ ցույց տալ, այս մազերի ներկն է, առանց սուլֆատների, որով կարելի է ներկել նաև կերատին արված մազերը։ Սա ոնքեր շարքը իմ ամենասիրելիներից է, ցավոք իմ սիրելի գույնը դուրս եկավ արտադրությունից, սա սևն է, և ես ստիպված եմ հիմա ուրիշ բանով ներկել, էլի դարտերս հիշեցի, մի խոսքով, այսքան երեխեք ջան, փոքրիկ համեստ պատվերս, հիշեցնեմ ևս մեկ անգամ, որ կատալոգը գործողության մեջ կմտնի ամսի 24-ից, բայց մինչ այդ, եթե մինչ այդ եք նայում, մենք աշխատում ենք մեկ այլ կատալոգով, որը ես չգտա, որի հղումը դուք կգտնեք վիդեոյի նկարագրություն բաժնում, կարող եք նայել, ծանոթանալ, իսկ կատալոգին առանձին դեռ կարծում եմ կանդրադառնանք, և հիշեցնեմ, որ բոլոր նրանք, ովքեր որ ուզում են օգտվել զեղչից, ստանալ նվերներ, ունենալ խորհրդատու, ով իրենց արագ կողնորոշի, արագ կօգնի և կուղղորդի կատարել խելացի գնումներ, շնորհավորում եմ, դուք ճիշտ տեղում եք, վիդեոյի ներքևում կգտնեք նկարագրության բաժնում կգտնեք ինչպես ինքնուրույն գրանցման հղումը, որը կարող եք անցնել, լրացնել բոլոր պահանջվող դաշտերը և գրանցվել ու սպասել իմ զանգին կամ եթե կդժվարանաք, այնտեղ կան իմ կոնտակտները, կարող եք գրել ինձ Viber-ով, WhatsApp-ով, կարող եք զանգել անգամ և ես դա կանեմ ձեր փոխարեն ու միասին կսովորենք, թե ինչպես կարող ենք ավելի խելացի գնումներ անել մեր սիրելի ընկերությունից, մի խոսքով երեխեք ջան, այսքանը, շնորհակալ եմ, որ նայեցիք, հուսամ օգտակար էր վիդեոն ձեզ համար, եթե օգտակար էր, չմոռանաք անպայման ինձ իմաց անել, թե ինչպես արդեն ինքներդ էլ գիտեք, շնորհակալ եմ, լավ եղեք, բոլորիդ լավ օր։